Հիմա կարելի է հարցին առանց շարադրության պատասխանեք։ Տնտեսվարողները կոնկրետ խնդիրներ ունեն։ Մինչև դուք Եվրամիության ճամփան եք բռնել անհեռանկար, անհասկանալի ժամկետներով, թրիփ եք կառուցելու եւ այլն, մարդիկ կոնկրետ խնդիրներ ունեն։ Մարդիկ վարկերի տակ ճկռած են։ Գյուղատնտեսները ասում են իրենց բերքը հենց իրենց դաշտում ոչնչացնում են։ Հիմա առանց շարադրությունների նորից եմ խնդրում։ Դուք ասել եք այդ հարցերը լուծելու եք։ Ինչի չեք լուծում։ Նախ ձեզնից զգացվում է, որ դպրոցում չնայած դա պարտադիր կրթական ծրագրի մաս է, շարադրությունից, այսինքն շարադրության նկատմամբ ձեր կամահարական վերաբերմունքը ցույց է տալիս, որ դուք թելադրության կողմնակից եք, եւ ընդհանրապես ձեր քաղաքական ուժը Հայաստանի Հանրապետությունում գործում է թելադրության ժանրից։ Երբ որ ձեզ բան են անում, թելադրում են, դուք էլ գրում եք։ Իսկ շարադրություն, այդ ինչ կամահարանք է շարադրության նկատմամբ չեմ հասկանում։ Երկրորդը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը արդեն տասնյակից ավել ծրագրեր ընդունել։ Միլիարդների սուբսիդավորում ենք իրականացնում գյուղացիներին։ Միլիարդների, եւ այդ միլիարդների սուբսիդավորումը արդեն հասցեագրված է եւ հասցված է տերերին։ Էլ չեմ ասում, եթե այդպես է, մարդիկ, եթե ձեր ասածն է, այսօր եկեք գնանք մտնենք ցանկացած շուկա, ցանկացած խանութ։ Նայենք բանջարեղենի գները, նայենք մրգերի գները եւ այդպես շարունակ։ Տեսնենք, այսինքն, եթե ոչնչացման ենթակա միրգը, ուրեմն նա գոնե 3 դրամով կամ 10 դրամով վաճառելը պետքա ձեռնտու լինի։ Եկեք գնանք շուկա։ Ոչնչացման ենթակա միրգը կարը արժենա 1000-1500 դրամ, 2000 դրամ, 3000 դրամ,